Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Վարդանյան։ Բարի երեկո։ Տիկին Վարդանյան, իմ մոտ երբեմն տպավորություն է, որ հունիսի 7-ին մենք ոչ թե խորհրդարանական ընտրությունների ենք պատրաստվում, այլ օլիմպիական խաղեր են լինելու, որովհետև այստեղ ուժեղ Հայաստան, հետո գալիս են ավելի ուժեղները, բայց այնուամենայնիվ, քանի որ 3 ընդդիմադիր ուժերի առաջնորդները արդեն հայտնի են, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը, որ շարունակում է պնդել, որ այնուամենայնիվ իր հորեղբայրն է լինելու վարչապետ, հասկանանք, որքանով եք այնքան լավ մարզավիճակում, որ մտածում եք կարողանաք այնուամենայնիվ իշխանություն ունենալ այս 3 ուժերը հաշվի առնելով։ Եթե նկատի ունեք քաղաքացիական պայմանագիրը որքանով է լավ մարզավիճակում, պետք է նշեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի դադարել ոչ քաղաքացիների հետ շփվել, ոչ մարզային այցեր կատարել, այսինքն այս ընթացքում կարելի ասել քաղաքականությամբ զբաղված ամենաակտիվ միավորը կուսակցությունը եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Եթե, չգիտեմ, հիմա նույնիսկ ես վերցնեմ Գագիկ Ծառուկյանի ուժը ընդհանրապես հիմա այն ինչ ձևավորվել է մի քիչ անհասկանալի է, նախ ինչ է ձևավորվել, բայց ընդհանրապես չկար քաղաքական բայց այս ընթացքում ընդհանրապես չի եղել։ Բանը Ռոբերտ Քոչարյանը խմբակցություն ունի բանում ազգային ժողովում, որի աշխատանքները կամ չաշխատանքները մենք տեսնում ենք բան ռեժիմով բավականին թափանցիկ։ Այն մեկն էլ ինչ որ նոր բուսնած ուժ է, որը էլ եմ ասում քաղաքական առումով դե բնականաբար մարզավիճակը, եթե մենք քաղաքական մարզավիճակն են գնահատում, ապա ես մերը շատ բարձր եմ գնահատում։ Այնուամենայնիվ իրենք էլ ասում են, որ իշխանափոխության ռեալ շանս կա։ Մարտուն Գրիգորյանը, որը տեղավորվել է Գագիկ Ծառուկյանի թիմում եւ падգամավորի տեխնացու է, նաև Գագիկ Ծառուկյանի կուսակցությունով առաջադրվել, հայտարարեց, որ Գյումրին ապացույց է, որ դա հնարավոր է, եթե ընդդիմությունը միավորվի։ Մի կողմից իհարկե հայտարարում են, որ մեկը մյուսի հետ չի համագործակցելու, բայց այնուամենայնիվ խոսվում է նաև համագործակցելու մասին եւ միավորվելու մասին։ Այդ միավորումը ձեզ չի վախեցնում։ Այդ որ ասում են մեկը մյուսի հետ չի համագործակցելու, խոսում են, բան ախր նույն հումքից սերված ուժերը ոնց կարող են չհամագործակցել, ավելին ասում, եթե կներեք, պես Նարեկ Կարապետյանը հանրայինի տաղավարում այդ առումով էլի ասաց, որ չի կարող ասել։ Իրենք գնում են հստակ իշխանություն վերցնելու, իրենց վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, իրենք անգամ չեն էլ մտածել։ Իրենց վարչապետը Սամվել Կարապետյան չի կարող լինել, այդ մեկ սուտ։ Հաջորդը իրանք գնում են իշխանություն վերցնելու։ Հա, կոալիցիաների մասին անգամ չեն էլ մտածել։ Չի կարող այդպես բան լինի։ Այդ Նարեկ Կարապետյանի կուսակցությունը ընտրական այդ ցուցակում, Գագիկ Ծառուկյանի ընտրական ցուցակում, սենց ասեմ, 3 հիմնական ուժ չեն նշեցիք, 3 հիմնական, այսպես ասած ընդդիմադիր։ Մենք ինչքան էլ իրենց 3-ի բաժանենք, այն 2-ը չունեն վարչապետի տեխնացու, ճիշտ է։ Ինչքան էլ ասեն, որ այնտեղ չի կարող, ստելու հարցը չի, հարցը իրականության մասն ենք, չէ՞ խոսում։ Գագիկ Ծառուկյանը ասում է, ես չեմ ուզում, միակ ուժը, որ հայտարարել է, որ ուզում է լինի վարչապետ, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Եվ հետո նայում ենք այդ 3 ուժերի ավելի շուտ այն մյուս 2-ի Ռոբերտ Քոչարյանն դնում են մի կողմ եւ նայում ենք այն մյուս 2-ի ցուցակներին նախընտրական եւ տեսնում ենք Ռոբերտ Քոչարյանի թիմից մարդիկ ինչպես են ծվարած այդ ցուցակներում։ Ինչ եմ ասում ծվարած։ Սրանք ես կարծում եմ երաշխիքներն են Ռոբերտ Քոչարյանի, որ երբ որ այդ ուժերը ինչ որ ձև անցնեն, այսինքն ինչ որ ձևով անցնեն, ասենք ինչ որ մի մասը անցնի խորհրդարան, ինքը իր մարդուն արդեն ի սկզբանե արդեն այդպես ասած ձվադրել է այդտեղ այդ ցուցակում, մասնավորապես հենց առաջի շարքերում, որովհետև ինքն էլ որպեսզի հանկարծ չթփրտան այն մնացած էլի եւ ինքը վարվի այնպես այդ ձայների հետ պատգամավորական մանդատ է, չէ՞ դա, ինչպես ինքը ուզի։ Եվ սրանով էլ ավելի ակնհայտ է դառնում, որ այս ամեն ինչը Ռոբերտ Քոչարյանի համար է արվում։ Ինչպես հասկանալ Տիկին Վարդանյան Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունը, որ խնդրում ենք թույլ տալ կամ մեր ցանկությունն է, որ բոլոր ռուսամետ ուժերը մասնակցեն ընտրություններին, խոսեց նաև իրենց քաղաքացու մասին, որը անազատության մեջ է։ Այսինքն Հայաստանում ընտրապայքարի մեջ են մտնել ուժեր, որոնք ռուսամետ են կամ Ռուսաստանի շահն են որոշակիորեն հետապնդում։
Ձեր ուժը այստեղ անելիք կամ ասելիք չունի։ Ուժը անելիք ունի այնքանով, որքանով մենք մեր ծրագիրը ներկայացրել ենք քաղաքացիներին եւ բազմիցս նշել ենք, որ մենք թե որ ուղղությամբ ենք մենք տանում Հայաստանի Հանրապետությունը, ինչի ենք համարում այս ընտրությունները պատմաքաղաքական, ինչի ենք ուզում մեր, այսպես ասած, այդ պատմական բանը շրջափուլից անդադար դուրս գալ եւ Հայաստանը ի վերջո կոնֆլիկտի մեջ եղած պետությունից բերել խաղաղություն հաստատել եւ այլն, այս ամեն ինչը մենք դրա մասին խոսում ենք ժողովրդի հետ։ Ինչ վերաբերում է նորմալ է արդյոք, որ նորմալ չէ, չգիտեմ, բայց ունենք փաստ, որ մենք ունենք ոչ հայկական շահը սպասարկող ուժեր այս պահին, որոնք մրցակցում են մեզ հետ եւ նրանց կարևորագույն թեզը, որը անդադար կրկնում են, ճիշտ է, երաշխավոր են ասում են երաշխավոր բերենք, բայց իրականում դա բերելու են ոչ թե երաշխավոր, այլ իրենց տերերին են բերելու այստեղ։ Սրա մասին է խոսակցությունը։ Այսինքն երաշխավորը, որը երբեմն անգամ անուն չի նշվում, արդեն պարզ է ով է լինելու Ռուսաստանի մասին։ Իսկ պարզ չի ով է լինելու, ով իրենց համար բարեխոսում են, այլ պետք է լինի երաշխավոր։ Եթե իրանց համար իդեպ այդ երաշխավորի պահնել էլի այդ դա պատկերացնում եք, չէ, Ղարաբաղում երաշխավոր եղած պետությունը, որը այդ հարցում ամենայն դեպս իր երաշխավորության հարցը տապալեց, հիմա բերել են նորից ասում են եկեք մի հատ էլ Հայաստանի գլխին բերենք երաշխավոր։ Պետք չի Հայաստանի երաշխավոր։ Եվ ընդհանրապես մեր խաղաղության կարևորագույն երաշխիքը դա մեր ժողովուրդն է եւ Հայաստանի ու Ադրբեջանի համընկնող շահերը։ Էս է երաշխիքը։ Մեզանից լավով է մեր դարդը լացելու կներեկել այս արտահայտության համար, բայց չկա նման բան։ Իդեպ Ադրբեջանի, քանի որ հիշեցիք Ադրբեջանի հետ երկխոսելու համար պարտադիր է ունենալ էլի երաշխավոր միջնորդ կամ թարգմանիչ։ Օրեր Զախարովան սրտնեղում էր, որ Երևանը եւ Բաքուն որոշել են ուղիղ երկխոսել, բայց այնուամենայնիվ նաեւ հարթակ էին առաջարկում, ասում էին, որ ռուսական կողմը պատրաստ է միջնորդել, երաշխավորել։ Հիմա կարևոր է հարևանների հետ ուղիղ երկխոսել, թե այնուամենայնիվ, ինչպես Զախարովան է ասում, երաշխավորները եւ միջնորդները պետք են։ Ես կարծում եմ կամայական հարաբերություններում ուղիղ երկխոսությունը ամենակարևորն է, եւ եթե երկու կողմը կարողացել են գտնել քաղաքական կամք, իսկ մեր պարագայում դա ստացվել է, այսինքն եւ մեր պետության կողմից եւ Ադրբեջանի պետության կողմից եւ մենք ուղիղ կարողանում ենք իրար հետ երկխոսել, դրանից ավելի երաշխիքային խոսակցություն անհնար է տեղի ունենա, որովհետեւ կամայական երաշխավոր իր շահն է հետապնդում եւ սա ակնհայտ է եւ երբ ասում են բերենք երաշխավոր, էլի եմ ասում, դա նրանից ելնելով է, որովհետև այդ մարդիկ կոնկրետ քաղաքական վարձկաներն, ովքեր եկել են այստեղ այլ պետության շահերը առաջ բրդելու եւ գալով Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ, հասկանալով մեր ժողովրդի ապրած եւ այն դժվարությունները, ինչի մեջով հայ ժողովուրդը անցել է, նրանք փորձում են վախերի վրա ասելով, որ այ եթե մենք երաշխավոր չլինի, մենք չենք կարողանալու խաղաղություն հաստատել, եկեք վերաբանակցենք խաղաղություն, եկեք վերաբանակցենք, չգիտեմ, Թրիփի գլխին Չինաստան բերենք, ես իմ խաղաղության գլխին երաշխավոր բերենք, այս ամենը նշանակում է, որ այս մարդիկ պատրաստվում են արդեն իսկ այն խաղաղությունը, որ այսօր հաստատված է եւ փոխանակ դրա ուղղությամբ հոգատարություն եւ հոգածություն ձևավորեն, հակառակը իրանք պատրաստվում են այս ամենը չեղարկել նշանակում է տանել Հայաստան նորից կոնֆլիկտի դաշտ, տանել պատերազմի դաշտ եւ բերել ինչ որ իրանց ասած երաշխավոր իմ ասած տերերին։ Սամվել Կարապետյանի անունից տարածված հայտարարության մեջ օրերս նշվում էր այն, որ ձեր իշխանությունն էլ գնում է Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ սանձարձակելու ճանապարհով եւ դուք տնտեսական պատերազմ եք սկսել, ասում եմ, մի մոռացեք գազի գների մասին, մի մոռացեք արտագնա մեկնող աշխատողների մասին, այնտեղ ապրող բազմաթիվ հայերի մասին, առևտրաշրջանառության մասին, գյուղմթերքի մասին։ Հիմա նրանք էլ ձեզ են մեղադրում, որ պատերազմ եք սկսել Ռուսաստանի հետ։ Խոսքը տնտեսական պատերազմի մասին։ Ես հասկանում եմ իհարկե, նախ պետք է նշեմ, որ
գազի գների, արտագնա աշխատողների, գյուղմթերքի, էներգետիկ ոլորտի, այս ամեն ինչի մասին մենք ռուսական կողմից ուղիղ լսել ենք եւ մեզ այստեղ երկրորդ խոսափող պետք չի, երկրորդ Մարիա Զախարովա պետք չի այստեղ Հայաստանի Հանրապետությունում, ինչ վերաբերում է պատերազմ այդ ձևակերպմանը, տնտեսական պատերազմ եւ այլն, այսինքն գիտեք ինչն է հետաքրքիր, ես ընդդիմություն եմ ասում, բայց սրանք ընդդիմություններ չեն, էլի։ Առաջ Ադրբեջանով էին, այսպես ասած, վախեցնում եւ ասում, որ դուք պատերազմ եք բերում, Ադրբեջանի հետ պատերազմ եք բերում։ Հիմա Ռուսաստանի հետ են, բարձրացումը Ռուսաստանին ենք մենք պատերազմ բերում եւ այլն, բայց ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա հստակ է, որ մենք այս պահին ԵԱՏՄ շրջանակում բնականon գործում է Հայաստանի Հանրապետության տնտեսությունը եւ այո եղել է խոսակցություն երբ ասել ենք երբ վարչապետն էլ այսինքն դրա մասին հրապարակային ասաց որ եթե կգա այն ժամանակը որ պետքա կողմնորոշվել որովհետեւ միաժամանակ համատեղել չի լինի ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն համատեղելի տնտեսական միավորներ չեն երբ կլինի այդ ժամանակ ժողովուրդը կորոշի ըստ դրա կվարվենք ինչի մասին է խոսքը Վերադառնալով Բաքվի հետ հարաբերություններին եւ ուղիղ խոսելուն Տիկին Վարդանյան ինչ փուլում են հիմա թե բանակցությունները թե հարաբերությունները, որովհետեւ որոշակի մտահոգություն կա կամ մտավախություն նույն քաղաքասարակության որոշ ներկայացուցիչների մոտ, որ դանդաղում են process-ները, խոսքը սահմանազատման, սահմանագծման գործընթացի մասին է, խաղաղության բուն խաղաղության պայմանագրի ստորագրման մասին է։ Ինչ է կարծում, ինչին է սպասում նաեւ Ադրբեջանը եւ արդյոք այստեղ եւս կամ Ադրբեջանում եւս այսպես մտավախություններ կան եւ փորձում են ժամանակ շահել միջև առնվազն խորհրդարանական ընտրություններ։ Ես վստահ եմ, որ իրենք նայում են խորհրդարանական ընտրությունները, որովհետեւ կամայական պետություն երբ այլ պետության հետ բնականաբար որևէ հարաբերություն պիտի ստեղծի, կարևորում է, չէ՞, ինչա կատարվում այդ երկրում։ Եվ ես կարծում եմ, այո, այս ընթացքում մենք այսինքն սպասում է Ադրբեջանը։ Իմ տպավորությունն այդպեսին է։ Եվ հանրայինում պետություններն են սպասում տեսնեն Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ անցնում են միշտ տենց է, չէ՞, կամայական պետության մեջ երբ ընտրություն անցնում, բոլորը ուշով հետևում են ինչա լինելու, բայց ես վստահ եմ, որ մենք մեր ակտիվ այսօր էլ կարող ենք տեսնել թե ինչպես մեր քաղաքական թիմը ակտիվ շփվում է, այսինքն ժողովրդի հետ, գնում են տարբեր մարզեր եւ այլն, եւ ես վստահ եմ, որ ամենակարևոր գործիքը, որը գոյություն ունի, դա խոսակցությունն է ժողովրդի հետ։ Բայց այսքան մեծ սևեռվածություն ոչ մի ընտրության ժամանակ չի եղել Տիկին Վարդանյան եւ նաեւ միջամտության առումով նման ուղիղ տեքստով հայտարարություններ, օրինակ ինչպեսին արեց Վլադիմիր Պուտինը հենց իր դեմքով, առաջին դեմքով, այսինքն երբևէ Վլադիմիր Պուտինը չի հայտարարել, որ մենք ունենք ռուսամետ ուժեր եւ ցանկանում ենք, որ նրանք բոլորը մասնակցեն եւ նաեւ սևեռվածությունը ընտրությունների վրա, եկեք համաձայնենք, որ այսքան մեծ չի եղել։ Հիմա ինչով է պայմանավորված հայտկապես այս տարվա ընտրություններին այսքան մեծ ուշադրություն։ Հայաստանի Հանրապետությունը փոխել է իր պատերազմական վիճակից, թույլ վիճակից Հայաստանի Հանրապետությունը այսօր կանգնած է մի այլ հանգրվանում է, որտեղ ինքը խաղաղություն է հաստատել, իր անկախությունն է ամրապնդել եւ գնում է բարեկեցության ճանապարհով։ Բա պիտի հետևեն, բա ինչ պիտի անեն, պիտի հետևեն, պիտի փորձեն խանգարեն, այս ամենը լինելու է։ Որովհետև ում է ձեռք տալիս ուժեղ անկախ պետություն։ Ձեռք չի տալիս նրանց, ովքեր ուզում են տարածաշրջանում ազդեցության գոտին չկորցնել բնականաբար, որովհետև եթե թույլ ես դու օգնության կարիք ունես, օգնության չերաշխավորի։ Այստեղ էլ գալիս է հենց այդ հարցը։ Այնց որ քաղաքական դաշտում ամեն ինչ պարզ է։ Գոյություն ունի իհարկե մենք ասում ենք խաղաղության եւ կոնֆլիկտի, բայց ես կարող եմ ասել, որ գոյություն ունի անկախ Հայաստանի եւ ծայրագավառ Հայաստանի ուժեր։ Այսինքն այստեղ բանավեճը միայն խաղաղության ու պատերազմի միջև չէ։ Խորքային բանավեճը մեր անկախության մեջ է, ես կարծում եմ, որովհետեւ խաղաղությունը դա այն կարևոր նպաստավոր միջավայրն է, որտեղ մենք ամրապնդում ենք մեր անկախությունը եւ այո առանց խաղաղության անհնար է լինելու անկախություն ամրապնդել։ Դու չես կարող էլի ընկնել կոնֆլիկտի մեջ, էլի քեզ ինչ որ մեկը պիտի գա օգնելու եւ այլն։ Դե հետեւաբար մենք այո, ընտրելով խաղաղությունը, ընտրում ենք անկախությունը։
Լավ, իսկ այնուամենայնիվ այս Վլադիմիր Պուտինի դեմքով ներգրավել նման process-ներում եւ նման հայտարարություններ անել, սա օգնության ձեռք մեկնել էր, թե հակառակը ինչ որ իմաստով արչի ծառայություն էր եւ կիսում եք այն տեսակետները, որ օրինակ Սամվել Կարապետյանը ասաց խայտարակ եղավ մեր երկրի առաջնորդը այնտեղ որոշակիորեն արձագանքել է նաեւ երկրորդ նախագահը։ Որտեղ ասեց։ Սամվել Կարապետյանը իր անունից հրապարակված տեքստում իր անունից հրապարակված այս որ Սամվել Կարապետյանը խոսքով նման բաներ ասի, նախ Սամվել Կարապետյանը ով է որ խոսի խայտարակվելու մասին, նախ պետք է խոսի, հետո խոսի ինչ որ բանի մասին, էլի։ Եկեք բան չանենք, իրան ընդհանրապես աբսուրդ է իր տեքստերը մեկնաբանելը, որովհետև անհասկանալի է որտեղից են այդ տեքստերը։ Հիմա ես կարող եմ բացեմ, չգիտեմ, դուք գիտեք, որ Instagram-ում մի հատ ձվի պրոֆիլ կա, որը ասենք միլիոնավոր հետևորդներ ունի։ Ասենք ուղղակի ձույ է նկարած։ Հիմա եթե այդ ձվի անունից ասենք մի հատ տեքստ գնա, ինչ պիտի այդ ձվի հետ կռիվ անենք, չէ։ Եվ ինչ է կարծում նաև պատահական էր, որ որոշակիորեն իհարկե լղոզելով նաև իրականությունը, բայց Վլադիմիր Պուտինը խոսեց Ղարաբաղի մասին, եւ տեսեք, ուժեղ Հայաստանի պաշտպանության նախարարը, ապագա նախարարը Արթուր Ավանեսյանը, որը հայտնի է Կանդազ անունով, հայտարարում է Ղարաբաղի էջը փակված չէ, փակված կլինի այն ժամանակ, երբ Ղարաբաղը կվերադարձնենք։ Ինչ է սա, եթե ոչ պատերազմի անոնս, եւ ինչպես հասկանալ նաեւ նման հայտարարություններ, այսինքն մինչ այդ երկրորդ նախագահներ հայտարարում, որ 29000 եւ այնքանիսով մենք չենք սահմանափակվելու, հիմա ըստ էության արդեն ուղիղ մարդիկ նկրտումներ ունեն, համենայն դեպս խոսում են դրա մասին, քաջ գիտակցելով, որ մեր ժողովրդի մեջ օրինակ կարող է մարդիկ կան, ովքեր չեն կարողանում համակերպվել օրինակ, Ղարաբաղի կորստի հետ, եւ փորձում են այս մարդկանց ցավի վրա հավաքել այդ ձայները, բայց ակնհայտ է, չէ, որ նման նաեւ հայտարարությունները այն մասին են, որ հարգելի հայրենակիցներ, մենք չենք պատրաստվում ձեզ խաղաղություն, ձեր հաստատած խաղաղությունը պահպանել, մենք պատրաստվում ենք եւս մեկ անգամ կոնֆլիկտ մի հատ բորբոքել այս պետության մեջ, ձեր զավակների հաշվին, ձեր զավակների կյանքի հաշվին կտանենք նորից կկանգնեցնենք, դե մերը չէ, մերը չեն կարող գնալ կանգնել եւ բան կանենք, կբերենք մի հատ երաշխավոր մեր տերերին որպես ձեզ երաշխավոր կկանգնեցնենք, էսա։ Մենք կշարունակենք մնալ այդ տերերի թուլափայ գցած կապիտալին որպես տեղապահ։ Իրենք էլ Նարեկ Կարապետյանը հանրայինի Նարեկ Կարապետյանը հանրայինի տաղավարում նաև փորձելով այսպես հակադարձել լրագրողին, ասաց, որ ոչ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը բնավել միջամտություն չէ, եւ հետո եթե Պուտինի հայտարարությունն եք դիտարկում, հիշեցրեց Ֆիդանի հայտարարությունը եւ ասաց, որ Ֆիդանն էլ օրինակ սատարում է այս ուժին, ձեր ուժին նկատի ունի։ Իհարկե սատարել մեր ուժին Ֆիդանը։ Ֆիդանը ավելի վաղ հայտարարել էր, որ ողջունում է տարածաշրջանային խաղաղության իրողությունը եւ դա իհարկե որոշ լրատվամիջոցներում որոշ ուժերի մոտ թարգմանվեց այնպես, որ Ֆիդանը ուղիղ աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Կարող են Ղարաբաղյան Էմիրությունները սատարում է մեր ուժին, չգիտեմ, Կորեայի Հանրապետությունը սատարում է մեր ուժին, այդ դեպքում ցենց ասեմ մի հոց բազմություն պետությունների սատարում է մեր ուժին այդ տրամաբանությամբ եւ այո, ուրեմն Ռուսաստանն էլ իրանց ինչ ասեմ։ Գազի գնով այլևս հնարավոր է մեր հասարակությանը վախեցնել Տիկին Վարդանյան։ Եվ այդ իմաստով նաև դիվերսիֆիկացիայի մասին շատ է խոսվում վերջին տարիներին, գիտեք, անվտանգության, տնտեսության, այդ իմաստով նաև Հայաստանի Հանրապետությունը այդ սցենարներին պատրաստ է, թե օրինակ տնտեսական կոլապս, եթե փորձի հարևան երկիրը ստեղծել, որը ուղիղ տեքստով ըստ էության սպառնում է։ Ինչպես պիտի Հայաստանը այդ վիճակից դուրս գա, որովհետև նույն Սամվել Կարապետյանն էլ ասում է, ինչ Սամվել Կարապետյանի անունից տարածվող հայտարարության մեջ ասվում է, ինչ պատասխան պիտի տաք մեր ժողովրդին, որը ավելի է աղքատանալու։ Ինչպես պիտի պատասխանեք, եթե օրինակ արտագնա աշխատողները չկարողանան Մոսկվայում գումար աշխատել, արտահանումներ չլինեն, գազի գինը բարձրանա։ Հիմա ինչ պատասխան եք տալու հասարակությանը։ Սամվել Կարապետյանի անունից տարածվող տեքստում հարց է հայտնի։ Պետք է նշեմ, որ ես կարծում եմ, որ մեր ինստիտուտները համապատասխան են, այսինքն այն գերատեսչությունները, որոնք պատասխանատու են նմանատիպ իրավիճակների համար, բնականաբար եւ գնահատում են իրավիճակը եւ նաեւ
որոշ սցենարներ ըստ դրա նախապատրաստում են այս սցենարների իմ տպավորությամբ եւ դա կամայական երկրի անվտանգային համակարգ ունի նման մոտեցումներ, հա, եթե քո, չգիտեմ, ջրհեղեղ լինի, ինչ պիտի անես, եթե կայծակ լինի, ինչ պիտի անես, ոնց այս տրամաբանությամբ ես ինքս չեմ տիրապետում նման բանի, ինչ վերաբերում է դիվերսիֆիկացիային, այո, մենք օրինակ էներգետիկ ոլորտում բավականին առաջ ենք գնացել դիվերսիֆիկացման առումով, որ մենք օրինակ մենք մեր 2030 թվականի պլանը արդեն գերակատարել ենք արևային վերականգնող էներգետիկայի մասով եւ հիմա էլ երևի գիտեք, որ վերջերս կառավարությունը նաև կուտակիչների մասով օրենսդրությունը արդեն շրջանառության մեջ դրվեց եւ դա նշանակում է, որ մենք կունենանք ել ավելի համակարգված կլինի մեր վերականգնվող էներգետիկան եւ նաեւ խոսակցությունները եւ ոչ միայն խոսակցությունները, այսինքն նաեւ այն բանակցությունները, որոնք վարվում են տարբեր պետությունների հետ մոդուլային ատոմակայան Հայաստանի Հանրապետությունում նոր մոդուլային ատոմակայան բացելու մասով դրանք շատ բավականին փոքրիկ ատոմակայաններ են, որոնք շատ ավելի անվտանգ են եւ շատ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ են։ Կարծում եմ, այս մասով աշխատանքներ տանում ենք։ Լավ, վերջին շրջանում լսած կլինեք ամենաշատը ձեր ուժին, չասեմ մեղադրում են, ասում են, որ վախենում եք, վախեցած եք, սարսափած եք եւ Նարեկ Կարապետյանը դա մեկնաբանում է նաեւ վերջին օրենսդրական փոփոխությունները հաշվի առնելով, ասում է, տեսեք, մեկ օրում հավաքվեցին, օրենսդրական փոփոխություն կազմակերպեցին, ինչ է թե Սամվել Կարապետյանի անունը այդ դաշինքում չլինի, այդքան վախենում են այդ անուն ազգանունից։ Ինչու եք այդքան վախենում այդ անուն ազգանունից։ Նախ նշեմ, որ այդ օրենսդրական փոփոխությունը, որ արվել է հակառակ այդ օրենսդրական այդ հոդվածը եղել է ժամանակին եւ դուրս է մնացել ինչ վրիպակի պատճառով եւ ուղղակի մենք հիմա դա շտկել ենք։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի անունը չլինի, լավ, դե հիմա Սամվել Կարապետյանը մեկա ցուցակում, չկա, թող իր անունը լինի, ինչի է, այդ մարդը բան ունի, թերարժեքության բան ունի, թող Նարեկ Կարապետյանը, այսինքն իր անունը ընդհանրապես չի կարող լինել, հասկացա։ Դե թող ինչ որ մի բան մտածեն, ես չգիտեմ, հիմա մենք էլ անուն չենք օգտագործում եւ ընդհանրապես անուն օգտագործելը դա ավելի շատ անձնավորված քաղաքական ոնց որ մշակույթ է, իսկ մենք հակառակը փորձում ենք գնալ դեպի գաղափարախոսական արժեքների վրա հիմնված, այսինքն մշակույթը կուսակցությունը գաղափարի եւ հիմքի վրա է, գաղափարի հիմքի վրա է, ոչ թե մարդ կուսակցություն չի, չէ՞ դա։ Իսկ հիմա դուք գաղափարական բանավեճ թեկուս տեսնում եք այս նախընտրական շրջանում, թե ավելի շատ էլի անձնավորված է անգամ այդ հերրակա բանավեճերը։ Այսինքն դրանք ծրագրերի շուրջ չեն այնուամենայնիվ։ Շուրջ բանավեճեր չկան, կարելի է ասել, այստեղ գուցե այո, ավելի շատ անձնավորված իրար եթե դա կարելի է բանավեճ համարել, որովհետև իրար դեմ դիմաց դեռ ոչ ոք չի նստել, ինչին ես շատ սպասում եմ, օրինակ Նարեկ Կարապետյանի, եթե չեմ սխալվում, նույնիսկ հրավիրել են բանավեճի, մեր պարոն Թունյանը հրապարակային արել, այսինքն այդ հրավերներից մարդիկ հրաժարվում են հասկանալի պատճառներով, բայց այսպես փող հրաձգություն կարելի ասել, որը տեղի է ունենում, այո, ավելի շատ ոչ բանի շուրջ է, էլի, ծրագրերի շուրջ չեն դրանք, բայց որովհետև ախր դրա տակ երկու հիմնական բան կա դրած, երկու հիմնական գաղափարախոսություն, գնալ եւ բերել այլ պետության շահեր սպասարկել, այդ պետությանն էլ բերել սարքել իր աշխարհ, կամ չգնալ այդ ճանապարհով, այս երկու դրա շուրջ ինչ պիտի բանավիճեն։ Ոչ են նստելու ասեն, այո, մենք իրական ուզում ենք զիջենք Հայաստանի անկախությունը, ուզում ենք զիջենք ժողովրդի իշխանություն ձևավորելու մանդատը ուրիշին տանք, դա ինչ ուղիղ պիտի նստեն ասեն, ոչ իհարկե։ Դե ասում են նաև իրենց անվան հետ որոշակիորեն խաղում եք, որովհետև օրինակ պարբերաբար իրենց կուսակցության, իրենց անվան հետ, որովհետև պարբերաբար կապում եք նախկինների հետ, այնինչ իրենց մոտ մասնագետներ են, ովքեր մաքուր ձեռքերով են, որքան էլ դուք դրան արդեն անդրադարձաք, բայց ասում են, չի կարելի այդ կերպ էլի։ Նարեկ Կարապետյանի հայրը չէր, բանի ՀՀԿ-ի պատգամավոր։ Սխալ եմ ասում։ Հիմա ցուցակը ասում են պատգամավոր չէ, ներողություն, ինքը շատ կարճ ժամանակում խմբակցության ղեկավարներ, խմբակցության ղեկավար։ Այդ տենց կապ չուներ, հա։ Հիմա չունի, հա։ Ինչ եղավ։ Առավոտը լվացվեց, էլ կապ չունի։
Ոնց է լինում։ Նոր մարդիկ են մաքուր ձեռքերով ասում այնուամենայնիվ։ Որտեղ է նոր մարդիկ, ասում եմ, ընդ իր ցուցակում Քոչարյանի մարդիկ են։ Ծառուկյանի ցուցակում են Քոչարյանի մարդիկ։ Եվ սա շատ համակարգված սխեմատիկ բան է այդ ցուցակները։ Ոնց են գնացել։ Լավ, հակակոռուպցիոնի բացահայտումը, ասում եք քաբաբների մասին հայտնի խոսակցությունը վերագրում եք էլի մեզ, ասում եք կաշառք ենք բաժանել։ Ո՞վ է վերագրել։ Հակակոռուպցիոնը։ Ամոթ հակակոռուպցիոնին իսկապես քաբաբների մասին էր խոսակցությունը, մենք էլ վերագրեցինք, նա էլ վերագրեց իրենց լավ թե բան ակնհայտ է, չէ՞, ամեն ինչը։ Փողի մեջ է իրանց ուժը, այդտեղ է։ Եվ դրա համար իրենք սարսափում են, երբ հասկանում են, որ իրենք կարող են այդ բանից, տեղապահի կարգավիճակից դառնալ, ինչպես վարչապետներ ասում, ոչ տեղապահ։ Իսկ մեր ինստիտուտները, նաև իրավապահ համակարգը բավարար չափով պատրաստ է դիմագրավել այդ բոլոր սպառնալիքներին, որի մասին խոսվում է, Տիկին Վարդանյան, խոսվում է ընդհանուր դրսից ավտոբուսներով մարդկանց բերելու մասին, խոսվում է, այսինքն բացահայտումներ կան ընտրակաշառքի դեպքերի մասին։ Դե հիբրիդային սպառնալիքները ընդհանուր առմամբ ողջ աշխարհում այսօր ակտուալ թեմա է եւ բոլոր պետությունները դրա դեմ պայքարում են, դրանք լինում են եւ ընտրակաշառքների ձևով եւ ապատեղեկատվության, ինչը Հայաստանի Հանրապետություն սարսափելի թվերի է հասնում, այդ ապատեղեկատվության մասով եւ մնացած բաներով մենք ընդհանուր առմամբ աշխատանքներ տանում ենք, բայց սրա երևի ամենաօպտիմալ եւ լավագույն գործիքը իրավապահները բնականաբար իրենք էլ իրենց հերթին, բայց պետքա չդադարել խոսել ժողովրդի հետ եւ անդադար ճշմարտությունը ասել մարդկանց, էսա։ Եվ վերջում ինչ կարիք կար նաև նախընտրական ծրագրում կամ անհրաժեշտություն կար նախընտրական ծրագրում ներգրավել նաև հայտնի օրակարգը եկեղեցու բարենորոգման մայրաթորից արդեն արձագանքել են, ասել են, որ դա հակասահմանադրական է եւ եւս մեկ անգամ ապացուցում է այս իշխանությունների վերաբերմունքը եկեղեցուն եւ որոշ հոգեվորականներ էլ արդեն մարդկանց անիծում են ձեր նախընտրական այդ ծրագրի պատճառով, ասում են ովքեր ընտրեն քաղաքացիական պայմանագրին, ազգի անեծքը թափվելու են նրանց գլխին։ Շատ վատավարտով եկեղեցու բարենորոգում, կարծում եմ լավագույն բաներից մեկն է, որ կարելի էր եկեղեցու հանդեպ անել, ինչ վատ բան կա եկեղեցու բարենորոգման մեջ։ Ինչ խնդիր։ Դե կաթողիկոսին հեռացնելու եք։ Ես խնդրում եմ, այդ կաթողիկոսի եւ բարենորոգումը միայն կաթողիկոսին հեռացնելը չի, բարենորոգումը դրա տակ մի ամբողջ այդ մեր, այսպես ասած, հավատավոր ժողովրդի եկեղեցու այդ ամբողջ մշակույթը հետ բերելն է, սրա մասին է խոսքը։ Եվ եթե իրենք դրա մեջ մենակ դա են տեսնում, ցավում եմ։ Ուրեմն իրենց կապը եկեղեցու հետ չի, իրենց կապը կաթողիկոսի հետ է։ Եվ վերջում թեև մասամբ այդ հարցին արդեն պատասխանել եք Տիկին Վարդանյան, բայց ինչի մասին են լինելու 2026 թվականի ընտրությունները, որը ինչպես ֆիքսեցինք, շատ մեծ ուշադրության է արժանացել, եւ ինչի մեջ է այնուամենայնիվ դիսկուսը, պատերազմ եւ խաղաղություն, դուք ասացիք նաեւ պետություն ունենալ չունենալու մասին, խոշոր հաշվով ինչ միջին վիճակագրական քաղաքացին, որը գնում է ընտրատեղամաս կամ ընտրելու, ինչով պիտի կամ ինչպես պիտի առաջնորդվի։ Դե Մարդիկ պետք է առաջնորդվեն նրանով, որ ուզում են արդյոք Հայաստանը գնա խաղաղության ճանապարհով եւ իր ինքնիշխանությունն անկախությունը ամրապնդելու ճանապարհով, թե ուզում են կրկին անգամ Հայաստանը տեսնել կոնֆլիկտի եւ այլ պետությունների շահերը սպասարկող պետություն եւ գուցե արդեն չպետություն, որովհետեւ ես չեմ կարծում, որ Հայաստանից այլևս ամեն անգամ հնարավոր կլինի փրկել եւ որևէ պետություն հետո տակը կմնա։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էր։ Կհանդիպենք։